Անկախությունից ի վեր առաջին անգամ հայ մարդը գնալու է ընտրատեղամաս մի իրավիճակում, երբ հազարամյակներով բնակեցված Արցախում ոչ մի հայ չի ապրում, եւ մեր երկրի տարածքներն օկուպացված են, մեր հայրենակիցները շարունակում են գտնվել Բաքվի բանտերում, իսկ այս վարչախումբն էլ նախաձեռնել է համակարգված պայքար մեր ազգային ինքնության դեմ։ Մեզ փորձում են համոզել, որ Արցախի կորուստը անկախություն է, իսկ ինքնությունից հրաժարումը խաղաղություն։ Ուստի առաջիկա ընտրությունները պարզապես տնտեսական ծրագրերի կամ լավ սոցիալական խոստումների մասին չեն միայն։ Այս ընտրություններում հայ ժողովուրդը կանգնած է շատ ավելի խորքային ընտրության առաջ։ Սեփական անցյալը ջուրացող եւ ինքնությունը պահպանող ինքնիշխան Հայաստան, թե արևմտյան Ադրբեջան, որտեղ մեզ կստիպեն փոխել մեր սահմանադրությունը, ուրանալ մեր սրբությունները եւ քանդել մեր ինքնության հիմնասյուները։